Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել ներքին գործերի նախարարության եւ Եվրոպայի խորհրդի համատեղ կազմակերպած ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերի մշտադիտարկում, ազգային եւ միջազգային չափանիշներ, վերահսկողության ընթացակարգեր եւ հասարակական դիտարկման խմբի դերը թեմայով աշխատաժողով։ Նպատակը Ստամբուլյան արձանագրությամբ սահմանված միջազգային չափանիշներին համապատասխան ինստիտուցիոնալ գործիքակազմի ներդրումը, ձերբակալվածների պահման վայրերում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամների կարողությունների զարգացումը եւ խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելումներ։ Մասնակցում էին ձերբակալվածների պահման վայրերում դիտորդական խմբերի անդամներ, ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի ազգային ու միջազգային փորձագետներ։ Ծրագրի ղեկավար Դիանա Ղազարյանը կարևորել է միջազգային չափորոշիչներին համապատասխան գիտելիքների փոխանցումը, ինչի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն անհրաժեշտ հմտություններ։ Մասնակիցները դիտորդական խմբի անդամներն են, դիտորդական խումբը ձևավորվել է ներքին գործերի նախարարության կողմից եւ խմբի բոլոր անդամները ներգրաված են, որպեսզի կարողանան արդյունավետ իրականացնեն իրենց մանդատը։ Մոնիտորինգային խումբը նոր է ձևավորվել եւ բնականաբար կարիք կա մոնիտորինգային խմբի կարողությունների զարգացմանը։ Մասնակիցներին ներկայացվել են մարդու իրավունքների միջազգային չափանիշները, ազատությունից զրկված անձանց իրավունքները Հայաստանում, խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման կարեւորությունը, ինչպես նաեւ հանրային վերահսկողության իրավական հիմքերն ու նպատակը, ակտիվ հարց ու պատասխան, տարբեր տեսակետների քննարկում, փորձի փոխանակում եւ ի վերջո արդյունավետ փոխգործակցություն։ Աշխատաժողովն ընթացավ այսպիսի մթնոլորտում։ Աշխատաժողովն անցկացվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդում ծրագրի շրջանակում։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական տեղեկություն օրերս իրացրին համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի գործընկերների հետ։ Արդյունքում ձերբակալվեց Սիսիան քաղաքի բնակիչ 52-ամյա տղամարդ։ Նրա վարած Նիսանը տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվեց հոգեմետ 28 հապ։ Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում 52-ամյա տղամարդու տան զննությամբ հայտնաբերվեց ափիոնի նմանվող զանգվածով ապակե տարա։ Արդեն հաջորդ օրը զննվեց նաև տղամարդու ավտոմեքենան, հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ ավելի քան 350 գրամից ավելի ափիոնանման զանգվածով։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են, օպերատիվ հետախուզական ծավալուն միջոցառումներն էլ շարունակվում։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Արմավիր քաղաքի բնակիչ 40-ամյա տղամարդը տանը պահում է ինքնաձիգ, նաև Արարատի ու Սյունիքի մարզի բնակիչ երկու ընկերոջ հետ ապօրինի պահում եւ օգտագործում է թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց եւ սեպտեմբերի 15-ին երեքն էլ ձերբակալվեցին, իսկ Արմավիր ցուտունը վերցվեց հսկողության։ Ձերբակալվածներից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց ապակե 2 ծխամորճ, մեթամֆետամինի նմանվող հետքերով, իսկ երկրորդի մոտ եղած ծխախոտի տուփը լցված էր մարուխանայի նմանվող զանգվածով։ Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արմավիրի մարզային քննչական վարչություն, նախաձեռնվեց քրեական վարույթ։ Արմավիրցու տան զննությամբ հայտնաբերվեց կալաշնիկովի ինքնաձիգ, փամփշտակալով եւ 18 փամփուշտով, նաեւ զինվորական 4 սաղավարտ։ Երեքն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հարգելի քաղաքացիներ, սեպտեմբերի 20-ին շաբաթ օրը ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության Երևան քաղաքի բոլոր ստորաբաժանումները, ինչպես նաեւ մի շարք մարզային ստորաբաժանումներ կաշխատեն, մատուցելով ինչպես նույնականացման քարտի դիմումների ընդունման, այնպես էլ տեղահանված անձանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դիմումների ընդունման ծառայություններ։ Կարող եք սպասարկվել ինչպես նախապես on-line հերթագրմամբ, այնպես էլ կենթանի հերթի ձևաչափով։ Նշված ծառայությունները կմատուցվեն ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության Աբովյանի, Եղվարդի, Հրազդանի, Աշտարակի, Ապարանի, Արմավիրի, Վաղարշապատի, Մասիսի, Վեդիի, Արտաշատի եւ Երևան քաղաքի բոլոր ստորաբաժանումներում։ Տեղեկացնում ենք, որ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության վարչական շենքում նույնականացման քարտի կամ անձնագրի փոխանակման ծառայություններ չեն մատուցվում։ Նույնականացման քարտերի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացման դիմումների համար կարող եք մոտենալ Տավթաշենի տարածքային բաժին, Տիգրան Պետրոսյան փողոց 31 կոտորակ 2։
Սեպտեմբերի 1-ից գործարկվել է թվային ծառայություն, որը թույլ է տալիս քաղաքացիներին իրականացնել լրիվ առցանց ձևով տրանսպորտային միջոցի առողջարքի եւ նվիրության գործարքներ։ Ծառայությունը կարելի է ստանալ մի քանի տարբեր եղանակներով, տարբերակներից մեկն է օրինակ այցելել harthak.am կայք, որտեղ կգտնեք հետեւյալ ծառայությունը, կամ այցելել roadpolice.am կայք եւ գտնել օտարել կամ ձեռք բերել տրանսպորտային միջոց ծառայությունը։ Որտեղից այնուհետև քաղաքացիները սեղմում են մուտք կոճակը։ Մուտք կոճակը անմիջապես տանում է քաղաքացիներին եսեմ նույնականացման հարթակ, քաղաքացին մուտք գործելով եսեմ ազգային նույնականացման հարթակի միջոցով, խիստ նույնականացվելով հայտնվում է արդեն տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը փոխանցելու ծառայության ներսում, որտեղ առաջնային մասում նկարագրվում է ընդհանուր process-ը գործարքի։ Գործարքն իրականացնելու համար կան որոշակի ներկայացող պահանջներ, դրանք 3-ն են։ Առաջին պահանջն այն է, որ մեքենայի վրա պետք է լինի ցանկալի կամ հերթական համրանիշ։ Խոսք գնում է 36000 եւ 12000 դրամ արժողությամբ համանիշների մասին, որոնք եւ գնորդը եւ վաճառողը պետք է համաձայնեն փոխանցել։ Այսինքն վաճառողն ասում է ես փոխանցում եմ գնորդին, գնորդը համաձայնվում է։ Մյուս պայմանն այն է, որ գնորդը պետք է ունենա վարորդական իրավունք եւ երկուսն էլ եւ գնորդը եւ վաճառողը պետք է ունենան եսեմ բջջային նույնականացում։ Գործարքը սկսելու համար վաճառողը պարզապես սեղմում է սկսել կոճակը, որից հետո մուտք է անում հեռախոսահամար եւ էլեկտրոնային փոստի հասցե։ Այնուհետև համաձայնություն է տալիս, որ գործարքի հետ կապված սահմանությունները եւ պայմանագրերը կուղարկվեն իր էլեկտրոնային փոստի հասցեին։ Վաճառողը ընտրում է տրանսպորտային միջոցը, որը ցանկանում է վաճառել կամ նվիրաբերել։ Ինքնաշատ կերպով արվում են բոլոր ստուգումները, սկսած կալանքներից, միջև համանիշների համապատասխանացում եւ այլն։ Այնուհետև համաձայնություն է տալիս վաճառողը, որ պատրաստ է իր մեքենայի վրա տեղադրված համանիշը փոխանցել գնորդին։ Հաջորդ քայլով վաճառողը հայտնում է արդյոք կատարել է համարակիր մասերի եւ արտաքին տեսքի վրա փոփոխություններ։ Եթե չի կատարել, հայտնում է այստեղ սեղմում է չի կատարել, իսկ եթե կատարել է, ապա անվտանգությունից ելնելով վաճառողը գնում է մեքենայով հաշվառման քննական բաժին զննության։ Վաճառողը ընտրում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի փոխանցման տարբերակը։ Առողջարքի դեպքում հայտնում է պայմանավորված գնի մասին, որը պայմանավորվել է գնորդի հետ, իսկ նվիրատվության դեպքում գնի մասին խոսք չկա։ Եվ վերջի քայլով վաճառողը ստուգում է իր բոլոր անձնական տվյալները, այնուհետև տրանսպորտային միջոցի տվյալները եւ ստեղծում հայտ ուղարկում գնորդին։ Գնորդը հայտը ստանալուց հետո ուղղակի բացում է հղումը կամ սկանավորում է QR կոդը եւ ուղիղ հայտնվում է ԵՍՄ ազգային նույնականացման հարթակում։ Գնորդը խիստ նույնականացվելուց հետո ԵՍՄ ազգային նույնականացման հարթակում մուտք է գործում արդեն առաջի էջ, որտեղ տեսնում է, որ հայտ է բացվել գնման, այս բaragայում առողջարքի գնման գինն է ցուցադրվում, ենթակա վճարները եւ մեքենայի տվյալները։ Գնորդը առաջի քայլով լրացնում է իր էլեկտրոնային փոստի հասցեն կամ հեռախոսահամարը, հաջորդ քայլով գնորդը համաձայնություն է տալիս, որ գործողության ընթացքում ծանուցումներ եւ պայմանագրեր կուղարկվեն իր փոստի հասցեին, նաեւ իրավախախտումների եւ վարչական ակտերի մասին ծանուցումները նույնպես կուղարկվեն իր փոստի հասցեին, որի դեպքում նաեւ տուգանքները կզերծվեն 20%-ով։ Գնորդը հաստատում է, որ իրեն է փոխանցվելու առողջարքի կամ նվիրատվությամբ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը։ Գնորդը ընտրում է արդյոք ցանկանում է բացի թվային հաշվառման վկայականից այն նաև ստանալ ֆիզիկապես։ Անձամբ ստանալու դեպքում հերթ կանգնելու խնդիր չկա, առանց հերթ մտնում եւ վերցնում եք հաշվառման վկայագիրը։ Գնորդը տեսնում է այն բոլոր վճարները, որ պետք է կատարի։ Այստեղ հատկանշական է նշել, որ համարանիշի հետ կապված ծախսեր չկան, քանի որ համարանիշը մնում է նույնը, չի փոխարինվում, այսինքն 12000 կամ 36000 դրամ անհրաժեշտ չէ վճարել։ Վճարել սեղմելուց հետո գնորդը ուղղորդվում է e-payments էլեկտրոնային պետական վճարումների համակարգ, որտեղ կատարում է վճար։ Ստուգում է լրացված տվյալները, սկզբում իր անձնական տվյալները, տրանսպորտային միջոցի տվյալները եւ գործարքի մասին տվյալները։ Այնուհետև անցնում է ստորագրության, գնորդը տեսնում է առողջարքի կամ նվիրատվության պայմանագիրը, ուսումնասիրելով այն ամբողջությամբ կարող է սեղմել ստորագրել եւ մեկը փոմով ստորագրել։ Այս փուլում գնորդը ավարտեց բոլոր քայլերը եւ այժմ պետք է սպասի վաճառողին, որպեսզի վաճառողը եւս հաստատի իր մասով։ Եթե գործարքի ընթացքում ցանկացած պահի համակարգը նկատում է տվյալների սխալ կամ խնդիրներ, այն միանգամից կասեցնում է գործարքը ռիսկերից խուսափելու համար։ Գնորդի ավարտելուց հետո անմիջապես վաճառողը մուտք է գործում եւ տեսնում է, որ ունի կատարելիք վճարումներ, իսկ ինչ վերաբերում է հին հաշվառման վկայագրին, ապա վաճառողը ուղղակի տեղակ է պահում, թե այն կորցրել է, թե կվերադառնի 7 օրվա ընթացքում։ Այժմ վաճառողը արդեն հասել է վերջի քայլին
Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի հավաստի լինի վաճառողը, որ գնորդը տրանսպորտային միջոցի դիմաց կատարել է վճարումը արդեն, որովհետև ստորագրելուց անմիջապես հետո սեփականությունը փոխանցվել է։ Ստորագրությունը անցնելուց անմիջապես հետո վերում է պայմանագիրը, պայմանագիրն արդեն միակողմանի ստորագրված է եւ ստեղծում ենք ստորագրել կոճակը, այո վերջ։ Այսօր տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի փոխանցումը հնարավոր է կատարել պարզ մի քանի քայլերի միջոցով ամբողջությամբ առցանց միջավայրում։